Դուք տեսած եք խրտվիլակներն արտերուն, հարգով ու ցախով լեցված խրտվիլակներն այլանդակ, գինովի զանազան ձևերով, մեկին հասակը ինքն իր վրա փլած, ուրիշը կարծես գինետունեն դեռնոր ելած մեջքը ծուռ, այլևս անկարող քալելու, ավելի ուրիշը գինետուն նոր մտնողի դիրքին մեջ, ոտքերը փարտ, թևերը վեր բռնած, իր մեկ ուսին հետ ծռած է նաև գլխարկը, խրտվիլակները թզուկ, փայտերուն կրթնած խրտվիլակներն հաշմանդամ, սմքած կամուրեցած փորերով, ծալլված ոտքերով, կախաղանեն դեռնոր վար առնված ոճրագործիմը լղկած մարմնով։ Սակայն այն գեղեցիկը մեր այգիի քովի պարտիսպանի խրտվիլակն էր, հասակը երկար, թևերը լայն բացած անապատի Հիսուսի պես առանձին կաղոթեր կարծես, սով կար, թե արտերուն ջուրն էր ցամաքեր։ Արտիստը պարտիսպանն էր, տնկած էր երկար խաչաձև ծողմը, հագցուցած էր կապույտ գզգզված շալվարմը, կապած էր գոտիմը ծալծալ։ Թևերուն կռնակին անցուցած էր այծի մազերը շինված շատ հինցած ապամը, գլխուն տեղ դրած էր պարապ դդումը, շինած էր քիթ, փորած էր բերան, ակռաներուն տեղ տեղավորած էր արտերուն մեջ նետված ու ճերմկցած իշումը ծնոտին ակռաները, իսկ աչքերու տեղ դրած էր երկու թավշագույն չորցած սալորներ, ինչ այլանդակ էր, ճիշտ քիթը մաշած ու աչքերը դուրս ինկած չինական կուրկը։ Ամեն աշունի պարտիսպանը երբ իր գործը կլմնար, են վերջը իրուսին կնտեր խրտվիլակն ու տուն կմտներ։ Ամեն գարունի, երբ լայն ճակատներով փոքրիկ գառնուկները դուրս կելլեին, իրենց փոքրիկ տոտիկներով հողին պորտը դրոշմելու, պարտիսպանը կշալկեր իր խրտվիլակն ու պարտեզկիչներ։ Խրտվիլակը հոն էր, միշտ անշարժ հեքիաթային ճգնավորին պես, որուն ափերուն մեջ կսեն թե թռչուններ իրենց բույնը դրած էին։ Օրմը սակայն տեսա խրտվիլակը կքալեր։ Այն օրերուն հազիվ 8 տարեկան կայի։ Մեր այգին ճամփուն վրա կվազվզեի, աղմուկ կնեի, թռչուններին քարեր կնետեի։ Պարապ կամուրջին տակ մտնելով սարդի առեջները կավշտկեի։ Որքան կսիրեի հեռավոր, անծանոթ վայրիմը մեջ պահվտած արձագանքս արթնցնել։ Որ մեզ կհեռանայի ու կմոտենայի այնպես, ինչպես զեփյուռն անտառեն։ Այն օրը զարմանքս մեծ եղավ։ Ձեռքերս իրար զարկի ու պոռացի. Մայրիկ, խրտվիլակ հոր կերտա։ Մտածեցի, որ մոտի դրացիներուն այցելության եւ կամ մոտակա արվեն ջուր խմելու կերտա։ Աչքերս զիստ չէին խափեր։ Ճիշտ մեր այգիին քովի խրտվիլակը, մեզ մեկ քիչ հեռու թումբին վրային կքալեր հաղթ հասակով, ուսերը լայն ու ծուռ, հարդով լեցված, ցորյաններու ալիքներու պես վետ, միևնույն շալվարը, թաղիքը միևնույն գլխարկը, ապան, ծալծալ փաթթված միևնույն գոտին, այս անգամ ուսին ավելցուցած էր միայն բահմը։ Այդ խրտվիլակը չէ, զավակս, ըսավ մայրս խնդալով։ Այդ մեր գեղին տափան մարգարն է։ Մայրս ճիշտ էր, խրտվիլակը հոն մեր այգին քովն էր։ Ճաղած սխերուն մեջ կաշխատեր պարտիսպանը ճաղատ, գիժ երեսով, կռաբանջարներուն մեջ դեռ նոր իջած արագիլմը իր թևերը կծալլեր, իսկ խրտվիլակի շուքին մոտ պարտիսպանին էշն իր վիզն անընդհատ ծառին կքերեր։ Խրտվիլակը հոն էր, անդին երկու արդ հեռու կապույտ պաստառին վրա գծագրված ամպի կտորմը անութին տակ կերևեր տափան մարգարի նկարը հսկա։ Վերջալույսին բոլոր դաշտի բանվորներուն հետ գյուղ վերադարձանք։ Ճամփայի փոշիներուն խառնված էր արջառներու բառաչը, բոժոժներու ձայնը, կովերը տուն կարտորային փեթակի պես լեցուն ծիծերով,
կփայլփլային խոփերը փայլում, կլսվեին հնչյունները խոփերում, վերջալույսային այս խառնիճաղանչին մեջ են բլուրի ճամփուն վրա առանձին տեսա տափան մարգարը։ Սրտի չափ լայն իր կռնակը մեզի դարձուցած, բահը ուսին գյուղ կիչներ։ Վերջալույսը ամպերուն մեջ գծած հրդեհի գեղեցիկ նկարը կավրեր։ Վերջալույսը տժգունեցավ աշունի գույնով։ Տափան մարգար տակավին բլուրի վրա էր։ Վերջալույսը մարեցավ, բլուրի անդին կերևեր տափան մարգարի կռնակը, որ հետ սետե կթաղվեր, հետո ուսերը, են վերջը, բահի ծայրին հետ հատած էին նաև արևուն հիվանդ շողերը վերջին։ Տափան մարգար վերջալույսին հետ ու վերջալույսին պես գյուղին մեջ ընկղմեցավ։ Անկից ի վեր հաճախ կտեսնեի զինքը։ Անգամ իրիկնադեմին իր ջուղտ գոմեշներուն հետ գյուղ կմտներ ու ճամփուն վրա իր խոշոր ծանր կոշիկներեն արտերուն հողը կմաքրեր։ Դգ ծառին զարնելով։ Ինչ կոշիկ, այնքան մեծ, որ նապաստակ մհոն շատ դյուրությամբ կրնար իր տունը տեղավորել։ Ուրիշ անգամ տեսա շալվարեն չանչուլի պես կախված դաշտի սեզերու հետ եկեղեցի կմտներ։ Կանցնեին տարիներ։ Տափան մարգար միևնույնն էր, երկու գոմեշներով, միշտ բահնուսին, կարծես միևնույն ձևով և միևնույն տարազով ծնած լար։ Շատ անգամ կզարմանայի, թե ինչու թրջուններն անոր բահին վրա չէին թարեր։ Տափան մարգար ուներ արևեն այրված դիմագիծը, քիթը, այտերը, երկար ու փոքրիկ անկյուններով, կարծես պղինձե շինված լային։ Ճակատը միշտ փոթ, ինչպես հերկած արտմը, ուներ տափանի չափ լայն, սերմնացանի թևեր, անմիշտ լուր էր, եթե պետքը լար շատ կարճ կխոսեր։ Գյուղացիները մեծեն պստիկ կհարգեին զինքը, անոր խորհուրդին կդիմեին։ Այս արտին մեջ ցորեն պետք է ցանել, թե բամբակ, տափան մարգարին կհարցնեին։ Սրնցու ցորենները անոր կցուցնեին, երբ մանավանդ անվաշ ցուլմը կրթեին, տափան մարգարը կկանչեին։ Անգիտեր, թե ականջներուն որտեղը պետք է շփել, որ ցուլը գառնուկի պես հանդարտեր։ Անոր կինը Թամար 40-ի մոտ կարմրուկ թուշերով աղվոր հասակով կինը իր էրիկեն կակնացեր այնպես, ինչպես նոր հարսմը իր կեսրարեն։ Օր մորանց իր կնոջ երեսին չխնդաց, օր արև չտեսավ Թամար։ Մի մեղադրեք քուրիկ, հաճախ կգանգատեր Թամար։ Դժար կրակ է, սեպե բլողին բրշակ մրեղի։ Աղեարցան է քույրիկ, աղեարցան, քարենցեն կելլա, իր մեծեն չելար։ Նեզենիմ ձերքերս դայեկի ձերքեր եղան։ Խուրբանը լամ, աստված, տեսեք նիրոջս բախթը, կուժի չապ պոյմը ունի, տեսնես իրերկան հետ իրարու շողին կլզեն, գիշեր ծորեք կպսպսնին չի հատնիր, բախտ է քուրիկ, բախտ։ Գյուղացի կիներուն համար գախտնիկ մչեր, թե տափան մարգար իր կինը չի սիրեր, նույնիսկ անոր հետ մեկ բարձի վրա չի պարկիր։ Քիչ տարի չեր։ Թամար իրերկան սիրտը իրեն դարձնելու համար շատ սուրպերու գացած շատ բաներ փորձած էր։ Ամա ինտորս եմ կուզում, ըսած էր ֆալճի պարավմը, թասմը ջուրին մեջ նայելով։ 3 անգամ է կնային, վախատ մեջներիդ ուրիշ կնիկ չեմ տեսնար։ Էրկանդ սիրտը տանողը ուրիշ կին չէ գուզում, ուրիշ կին չէ։ Ես էստեղ ուշի խանատ կտեսնեմ, այնտեղ բան մը կապրված։ Վախատ աչքս չի զատեր, թալա է թե գոմշու կաշի, շատ աղեք չեմ տեսներ։ Էսոր պաշխա բանոքուտ չներ գուզում, եկեղեցին հավլուեն կբրնես պայխուշմը, ադամա մտնուն այդ պայխուշը կմորտես, ենոր ետվի աչ ոտքին ոսկորը կհանես, 3 կտոր կնես, 1 կտորը վազան ջուրի արվի մեջ կթաղես, մեկ ալը եթե կրնաս եկեղեցի բուրվարի մեջը կձգես,
Տա համեկ գալ կտորնալ, կես գիշերին, հավը որ 3 բերան կանչեց, կվառես ու քնացած ատեն, կանատ քթին կծխես։ Էս որ օգուտ չրավ, պաշխապան օգուտ չներ գուզում։ Համար փորձած էր այս բոլորը, եւ սակայն աղերցան է քուրիկ, աղերցան, քարենցեն կելլա, իր մեծեն չելլար, կգանգատեր միշտ։ Տափան Մարգարի սիրտը կիներուն համար չէր, այլ իր գոմեշներուն, արտերուն, լուցքին, ճրտուքին, այս բոլորին համար։ Անդարձած էր տեսակմը շարժուն խրտվիլակ, դաշտերու ոգի, ան կսիրեր իր գոմեշները, անոնց հետ կապրեր, անոնց հետ կխոսեր սրտանց, զույգ մեծխի գոմեշներ, ճակատներուն վրա զույգ սպիտակ նախշեր, քյունիկ թրջունի նկարին նման, գաստես կարկտնված լուսնի լույսերը լային, զույգ գոմեշներ, պարար դնդերներով, Տափան Մարգարի կուրծքին չափ լայն ճակատներով, ամբողջ լեռը իրենց ետև քաշելու չափ հուշկու վիզերով։ Ամեն գարունին Տափան Մարգար իր գոմեշներուն հետ դաշտ կելներ։ Դաշտը գարունին մեջ, գոմեշներն իրենց ընջածակերը կլայնացնեին, թեթև փոթորիկի պես անցնող հովերն ամբողջությամբ կշնչեին, եղջյուրներով թումբեր կփորեին, հպարտ գլուխնին վեր բռնած կվազեին, կհևային, ինչպես հսկա շոգեմեքենաներ, որքան մեծ հաճույք էր Տափան Մարգարին համար։ Անհոն արտերուն մեջ էր միշտ, քարերը կհավաքեր, նույնիսկ կոշկոր հողերը ձեռքով կփշրեր, տեսակմը փայփայանք արտերուն, միշտ հոն արտերուն մեջ, քմայքոտ հովերը, փոքրիկ չարաճճի մանուկներու նման անոր հետ կկատակեին ու սուլելով, քրքջալով ցորյաններու մեջ կպահավեին, դերեն անցնող թրջուններ ու սերնի վար կծրտեին, երբ ջաղբեն վերջ մուկեր սպանելու կերտար, հոն իրեն ընտանի արագիլներն սպիտակ իր ոտքերուն քովեն չէին հեռանար։ Ամեն իրիկուն երբ դաշտերեն տուն կվերադառնար, տան խոնջան շտկած իրեն կսպասեին, տան մյուս աշխատավորները վաղուց վերադարձեր էին, ուշ մնացողը ինքն էր միայն։ Կերակուրեն վերջ Տափան Մարգար ճեղարան կփաթթեր ու պահմը բարձին կրթնած հանգիստ կառներ, եւ ինչ հանգիստ։ Անոր մեջ դաշտի բովանդակ անհանգստությունը կար այնպես, ինչպես գիշերվա լռության մեջ հոր դառումը պիտի փլեր, խաղաղ ցորյաններուն մեջ են հովը պիտի անցներ, եւ կամ հերկված արտին մեջ լցվորուկը պիտի շարժեր։ Տափան Մարգար այս անգամ վաղվա 1001 գործերու մասին կմտածեր, որ սկերուն քովի արտին կավառները պետք է շտկել, որովհետև վաղը գիշեր ջուրին օրն է, հրաչի առուն պետք է ավելի խորունգցնել, տան ժմնած 2 կովերը այս տարի պետք է լավ ցուլիմը հանձնել, հետո քաղաք երթալ պետք կգա։ Ան կմտածեր այս բոլորը, մինչ գունավոր միջատմը թաղիք է գլխարկին վրա պպզած, իր բարակ ոտքերը կխառներ։ Ճղարան դեռ չլմնցած ծանր կելներ տեղեն, տան աշխատավորներու ամեն մեկին վաղվա գործերը կբաժներ ու գիչներ վար, գոմեշներուն քով։ Օրմը գարունի կապուտակ առավոտմը Տափան Մարգար ժամուն բակը մեկ քանի ծունկ աղոթք ընել է հետո իր գոմեշներուն հետ դաշտ իջավ։ Ինչ զարմանք, իր մեկ անուխ դաշտ իջնողներ եղած էին։ Արտույտները հոն վեր կթրվռային, վար կիջնեին, թե իրենց մե որ առաջին անգամ արևուն առաջին ճառագայթը պիտի ողջունե։ Թուփին տակ շարժողը նապաստակ մներ։ Ճամփու երկայնքին շարվող թեթենիներուն վրա իջնող ելլողը հոպոպ թրջուններ, մինչ վերը երկնքին աշխարհի կապտորակ ստվերին վրա կթափառեր մութ ամփի կտոր մշվարուն։ Արևն իր առաջները առաջին անգամ Տափան Մարգարի թաղիքե գլխարկին նետեց։ Աշալույսի այլազան գույները գոմեշներու փայլուն սևությունով օծուն լայն կռնակին վրա սկսան փողփողի։ Առաջին անգամ լեմոնագույնը, հետո պղնձագույնը, բաց նարնջագույնն ու ոսկեգույնը։ Աշալույսը հետսետե կճերմկնար արծաթե գույնով, հերու բլուրին վրա ձևելով Տափան Մարգարի ու գոմեշներու հաղթ ստվերները։
Երկնքի վրա ամպի կտորները շատցան ու իրարու մոտ հսկա փիղերու երամակ մը կազմեցին։ Ամպերը մուրճով զարնված պղինձի պես հնչեցին, հետո ցանվեցան շատ խոշոր անձրևի մի քանի կաթիլներ, դաշտի բանվորներեն շատեր տուն շտապեցին։ Թշտուրներ ճամփաներուն վրա որդեր հողերեն դուրս ելան։ Հանկարծակի սկսավ տարափը, հորդ ու միանվակ։ Ամպերը կդղրդային, կայծակը շեղբի պես սուր, երկնքի կուրծքը կպատրեշ, դաշտերուն մեջ շփոթ, իրարանցում մկար։ Դաշտի անլեզու կենդանիները հոսոն կվազվզեին օտարու աղաչավոր բառաչներով։ Հորիզոնին մոտ նախիրը ահազագուր գյուղ կվազեր։ Ծառերը ճեղքվեցան, դերևներուն ներքև ապաստանող թռչունները հատիկ վարդապեցան թավալ գլոր։ Այս սարսափը հազիվ կես ժամ տևեց։ Ամպերը հանդարտեցան, տարափը դադարեցավ հանկարծ, ու նորեն արև, նորեն գարու։ Գյուղացիներն իրենց ծածկված տեղերեն դուրս ելան, իրարու ձայն տվին, լուրը տարածվեցավ գյուղին մեջ։ Թեթերու ճամփուն վրա տափան մարգար կայծակեն զարնված էր։ Թեթերու ճամփուն վրա գոմեշները զույգ, քարայրներուն մութ բերաններում նման ահավոր ինկած էին անկենթան։ Մեկին եղջյուրը կոտրած էր, մյուսինը գետնին մեջ խրած, անոնց ճիշտ ետև կաղնիի պես շրջված էր տափան մարգարը։ Կայծակը շեշտ գոմեշներուն զարկած էր, տափան մարգար ծանր կերպով շանթված տակավին կշնչեր։ Գյուղացիները սայլիմը վրա դրած զայնտուն տարին։ Դժար թե ապրի, կսեին շատերը։ Մահիճին շուրջ հավաքված դրացիները նկատեցին, որ մահամերձը իր կռնակին վրա ավելի շտկվեցավ։ Իր այլանդակ ու այրված դեմքի շարժումով մեկը կփնտրեր։ Ոմանք կարծեցին, որ վերջին անգամ իր կինը Թամարը կփնտրե։ Թամարն հոն էր, շատ մոտ է, ամբողջ հասակը լացով փլած։ Ահ, եթե վերջին անգամ միայն իր անունը տար, Թամար պիտի մոռնար, պիտի ներեր ամեն ինչ, որպես թե ոչինչ պատահած լար։ Տափան մարգար իր փնտրտուքին մեջ էր։ Իր ձեռքը անկողնեն դուրս հանեց, պիշ ապակենման աչքերով իր շուրջը հավաքվողները դիտեց։ ով կուզես, մարգարաբար, Հարցուց իր եղբայրը։ Քուշնան մարակին քովն է մարտիկ, այսօր գոմեշներուն դուն նայիր, էդ արդը կիսատ մնաց, ես վաղը կերթым դեկ թամամցնեմ։ Խոսեցավ տափան մարգար դողդոջ ու գրեթե անհասկանալի բառերով։ Ան այլևս իր կիսատ թողուցած արդը չպիտի կրնար լմնցնել։ Ահ, եթե գիտնար, թե գոմեշներն ինչ եղած էին։ Այդ երեկո տափան մարգարեն ստան բակին պատնի վեր, գյուղին ժամկոչը հսկա դագաղմը երկնցուցած էր։ Մեռելը եկեղեցի պիտի տանեին։